ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հանգիստ իշխանություն չի տալու որևէ մեկին։ Դուք հաշտ եք այս մտքի հետ եւ արդյոք սպասում եք հրաշքների, գուցե սահմանադրական դատարանից եք այդ ակնկալիքները ունեք եւ նաեւ հիշեցրեցիք 2017 թվականը, երբ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական դատարան չդիմեց, բայց 9 ամիս անց իշխանափոխություն իրականացրեց։ Հիմա դուք ժամկետներ չնշեցիք, բայց արդյոք պլանավորում եք հեղափոխություն իրականացնել։ Կան նման միտք։ Այ ինքը Նիկոլ Փաշինյանը հիմա կոչ է անում, եթե համաձայն չեք հեղափոխություն արեք։ Ինքն է կոչ էր անում։ Հիմա ես օրինակներ բերելով ցույց եմ տվել, որ ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է։ Չեք բացառում, որ Ես չեմ բացառում, որ զարգացումները գնան հենց այդ ճանապարհով։ Իսկապես չեմ բացառում, բայց կրկնեմ այդ միտքը, ըստ տրիգերի հարցը, այդ տրիգերը կլինի թե չէ, եւ եթե տրիգերը կա, ապա քաղաքական ուժերը պատրաստ են թե չէ, այսպես ասենք, այդ տրիգերի պարագայում հաջողության հասնել։ Բացառել ոչ մի բան հնարավոր չի, որովհետեւ այն ինչ ես տեսնում եմ այս խառը, այս турբուլենտ վիճակում, ամեն ինչ հնարավոր է։ Մասա կախված է մի շարք գործոններից։ Չեմ կարող ասել, որ հաստատ կլինի, չեմ կարող ասել, որ չի լինի, բայց որ հավանականությունը բավական մեծ է, այո, ես այդ հավանականությունը տեսնում եմ։ Եվ քանի որ հեղափոխություն խոսալուց միշտ Նիկոլ Փաշինյանը կրկնում է, չէ, թավշյա, ոչ բռնի եւ այլ։ Հիմա մենք էլ ասենք, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն։ Եվ վերադառնամ առաջին հարցից, ավելի քան 1 տարի է, ինչ ազգային բարերար Սամվել Կարապետյանը գտնվում է կալանքի տակ։ Դուք ինչու չեք այցելում նրան, արդյոք կա արգելք, թե պատճառ չկա նրան այցելելու, որովհետև մենք տեսանք, որ անկախ տարաբնույթ բազմապիսի թիրախավորումներից ամենայն հայոց կաթողիկոսը վեհապար հայրապետը Սամվել Կարապետյանին այցելեց։ Ինչու դուք չեք այցելում։ Կա որևէ արգելք։ Հիմա արգելք կա թե չկա, չգիտեմ, ենթադրում եմ, որ չկա, եթե մարդիկ այցելում են, բայց սա տնային կալանքից հետո եւ ենթադրում եմ այս ընտրությունների հետ կապված հանգամանքից հետո։ Ամենից հետաքրքիրը գիտեք ինչն է։ Ես նախագահ ժամանակ չէի ճանաչում ընդհանրապես Սամվել Կարապետյանին։ Չէի ճանաչում։ Երբեք չեմ հանդիպել։ Սամվել Կարապետյանի ես առաջի անգամ հանդիպել եմ արդեն նախագահ երբ չեմ եղել, երեմի 2-3 տարի անց։ Եվ ազնական ընկերություն երբեք չեմ արել։ Միշտ լավ եմ լսել իր մասին, մենք ունեցել ենք ընդհանուր այսպես ընկերներ, բայց իր հետ ընդամենը մի քանի անգամ հանդիպել։ Բայց այնպես է ներկայացվել ամբողջ ընթացքում, որ սենց նույն մարդիկն են եւ այլ կոմունիկացիայի բանը կա, հնարավորությունը այսօր կա, հանդիպան կարիք լինի, ուրեմն կհանդիպենք։ Այստեղ որևէ արգելք ես չեմ տեսնում, բայց նախընտրական այն ժամանակահատվածում, երբ որ փորձում էին բոլորին ներկայացնել որպես sense մեկ միավոր, երևի նաև այդ sense չամրապնդելու համար այդ քարոզչական թեզը, այդ հանդիպումների բանը չկար։ Բայց իրականում ես կրկնում եմ, թե բացատրեցի, թե իրական պատկերը ինչպեսին է։ Պարոն նախագահ, բայց մի րոպե ինձ հետաքրքիր է, ձեր մոտ տպավորությունը ինչպեսին էր, որ մենք sense սա մի թիմով մշտական հանրային դաշտում ինչպես ներկայացված է, կարծում եմ տպավորությունը նաև հանրության հետ շփվելով այնպեսին է, որ ջերմ հարաբերություններ ունեք։ Ես հարգամ, նայեք, Սամվել Կարապետյանը Կրկորանից հետո երկրորդ ամենից մեծ բարերարն է։ Ես օրինակ եղել եմ համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ։ Ես չէի մասնակցում նիստերին արդեն պաշտոնը թողնելուց հետո, բայց այդ նյութերին զուգարկում էի։ Ես տեսնում էի, որ ինքը ավելի էր, ասենց գումարներ մուծում հիմնադրամին, քան բոլորը, նույնիսկ շատ դեպքում, քան բոլոր մյուսները միասին վերցրած։ Ուրեմն մի մարդ իմ թղթերով ես տեսնում էի, որ իսկապես հատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, հայրենիքի նկատմամբ։ Եվ վերաբերմունքը իսկապես լավն էր, բայց ազնական ընկերություն, ազնական մոտեցություն երբեք չենք ունեցել։ Մի քանի ավելի շատ sense
հանդիպումներ էին մեր ընդհանուր այսպես նաև շարժապատի հետ ասես միասին այսպես էր Հասարակության մոտ իրականում այդ պատկերն է, որ բավականին մոտ եք։ ոնց որ միշտ հասարակությանը կարողանում են մոլորեցնել հարգանքը կա իսկապես հարգանքը կա որովհետև մարդիկ ոչ թե ժառանգել են մեծ հարստություն այլ մարդիկ այդ հարստությունը ստեղծել են իրենց շնորհքով եւ նման մարդկանց նկատմամբ ձևավորել ատելություն ժողովրդի մոտ սա հանցանք է հակառակը նման մարդկանց նկատմամբ պետք է հարգանք սերմանես աճեցնես այդ հարգանքը մեր մոտ ճիշտ հակառակն է օրինակ վաղը մյուս օր ինչի պիտի մարդ բարեգործությամբ զբաղվի ասում այն մարդ այս մարդը այսքան արել է Հայաստանի համար հիմա բռնել դատել ունե զրկել բոմբ սարքել եւ այլ ինչի մարդ պետք է զբաղվի բարեգործությամբ մարդ ինչի համար է զբաղվում է որ բարի համբավ ունենա չէ նույնիսկ եթե քաղաքականությամբ չի զբաղվում բարի համբավի համար որ իր մասին լավ խոսան ինքը բավարարված լինի նրանով ինչ անում է եթե դրա պատասխանը սա է ինչ որ կա ուրեմն դու նաև այդ բարեգործության ինստիտուտն ես ուղղակի զորացնում Հայաստանը ինչի համար